Եթե ընտանիքում չկա բռնություն, տրամաբանական է երեխան չգիտի այդ բռնությունը գործադրելու անհրաժեշտությունը եւ չէր գիտակցում երբ պետք է կիրառի կամ ինչ պայմաններում, բայց եթե ընտանիքում առկա է ուժի եւ իշխանության տեսանկյունից բոլոր հարցերի լուծումը, երեխայի մոտ ձևավորվում է կարծրատիպային մոդել, որ ուժը միշտ ծնում է ճշմարտություն եւ եթե ես ուժեղ եմ, ուրեմն ես ճիշտ եմ, ուրեմն ես կկարողանամ հասնել իմ ցանկացած նպատակների եւ ինքը սկսում է այդ իմպերատիվ տեսքով այդ ամեն ինչ անել։ Ավելին, երբեմն, երբ որ ծնողները ասում են մեր ընտանիքում բռնություն չկա, նրանք նկատի ունեն ֆիզիկական բռնությունը, բայց երեխաները ավելի զգայուն են հոգեբանական բռնության նկատմամբ եւ կարող է ֆիզիկապես ընտանիքի մի անդամը մյուսին չի ծեծել եւ երեխան դա չի տեսել, բայց ինքը տեսել է, թե ինչպես է թարս նայում, ինչպես է գոռում, ինչպես է տարբեր ձևերով սահմանափակում անձի ազատությունը կամ ազդում նրա վրա, ստիպելով կատարել ինչ-որ մի գործողություն։ Եվ երեխան արդեն հասկանում է, որ կան իրավիճակներ, որի պայմաններում նման վարքագիծը կարող է արդարացված լինել եւ սկսում է դա կրկնօրինակել, որովհետեւ իրենք են ուզում լինել լիզեր